թռնելով անցան տարիները։ Մեզ մոտ են գալու հայտնիները։ Պատրաստելու են մեր խոհարարները, իսկ մենք սկսում ենք Եփող թափողները։ Միայն հիմարներն են անդադ գնում առաջ, խելացիները գնում են այնտեղ, որտեղ իրենց պետք է։ Եթերում Եփող թափողներն են Շանթի հոբելյանական եթերաշրջանում։ Եփող թափողները։ Այև մենք, բազմափորձ, աշխարհահռչակ խոհարար պարոն Մամուլյանը, բարև ձեզ։ Երիտասարդ դերասանուհի, տիրուհի Հակոբյան, անազգանուն ճիշտ եմ ասում։ Այո, ճիշտ է։ Հիանալի շոուություն եմ պատմում եւ ծերունի հաղորդավարը։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Բարի գալուստ մեր տաղավար, մեր խոհանոցը, այսօր պարոն Մամուլյանը ձեր համար պատրաստի ինչ որ համեղ գարնանային ուտեստ։ Ինչ ուտեստ եք ուզում որ պատրաստի ձեր համար պարոն Մամուլյանը։ Մտածել եք։ Քանի որ միս չեմ ուտում, առհասարակ չեմ ուտում, բայց նախընտրում եմ ձուկ, կցանկանայի ձկով ինչ-որ մի բան և թեթև սալատ, առանց սոխ և սխտոր։ Շատ լավ, ձուկը կնախընտրեմ ես Վայոց ձորի եղանակով, սպիտակ գինով կպատրաստենք, բանջարեղենով, կանաչի, ասես մեկ են թարմ բանի ժաման նման էլի, շոգեղաշման պրոցես կիրականացնենք։ Ձուկ Վայոց ձորվա, Վայոց ձորվա սպիտակ ոսկեհատ խաղողից պատրաստված ֆրունզի գինիով, պաստորեն։ Այո, հիանալի։ Վայոց ձորի։ Ես մի քիչ բարդ ուտող եմ, կասեմ ինչ չեմ ուզում։ Չեմ ուզում մսային ինչ-որ մի բան, տավարի միս, հավի միս, չեմ ուզում սոխ, սխտոր, նաև չի ուզի քացախով ինչ-որ մի բան լիներ, բայց ծովամթերք սիրում եմ, ծովամթերք ուտում եմ, ձուկ սիրում եմ, ձուկ ուտում եմ, այնպես որ կուզեի ձկան հետ կապված ինչ-որ մի բան։ Վայոց ձորի եղանակով, Վայոց ձորի սպիտակ ոսկեհատ խաղողից պատրաստված գինով։ Նախկինում այդ կերակուրը պատրաստել են նաև ազոխով, ազոխը ցավոք սրտի մեր շրջանառությունից դուրս է եկել, ազոխը դա խակ խաղողի հյութն է։ Այո, այն խաղողի, որ թթու է դեռ։ Այսինքն ոչ միայն տերևներն էին էտում ճյուղեր, այլ նաև խաղողնել էին իրեն մի քիչ պակասեցնում, որ մնացյալը ավելի մեծանա, ավելի բան։ Դե միգուցե ազոխի ժամանակներն է կվերադառնան, ուզում եմ ասեի հայկական ֆուտբոլից չենք խոսում, տխուր բաներից չենք խոսում։ Մնացեք մեզ հետ, շուտով կհասկանանք, թե ինչ է լինելու այս սեղանի վրա եւ ինչ ենք սկսելու պատրաստել։ Չնայած արդեն ասացինք ինչ ենք պատրաստելու, կհասկանանք, թե ինչպես ենք պատրաստելու։ Մնացեք մեզ հետ։ Եփող թափողները։ Ահա եւ այն ամենը ինչ պետք է պատրաստենք, այսինքն այն ամենը ինչից պետք է պատրաստենք։ Ունենք ձուկ, դդում, կանաչ բազիլիկ, լիմոն, լոլիկ, վարունգ եւ պղպեղ, համեմունքներ մառանիկից, կանանչի եւ լուրպակ կարակ։ Ամեն ինչ տեղում է պարոն Մամուլյան։ Սպիտակ գինին։ Սպիտակ գինի։ Ունենք այն։ Տիրոյ ջան, սպիտակ գինի։ Օպա։ Ահա, խնդրեմ։ Սպիտակ գինի։ Այո, ամեն ինչ տեղում է, մենք ձկան համար կօգտագործենք գինին, մենք կամ դաղց էինք ասել, կամ կանաչ էինք արել, բայց կարող ենք մենք օգտագործել կանաչ Կարող եք դաղցով անել, կարող եք կարքունով անել։ Այո, ընտրությունը համեմունքի մի քիչ ինդիվիդուալ, անհատական երևույթ է, որտեղ դա անհատական զգացողություն է։ Մեր գործընկերն է Ութութ սուպերմարկետների ցանցը, որը տրամադրում է մեզ թարմ եւ որակյալ մթերքները։ Ասեմ, որ կարճ ժամանակահատվածում նրանք ունեն արդեն 14 գեղեցիկ եւ տարբերվող խանութ-սրահներ։ Ութութ սուպերմարկետների ցանցը ապահովում է պրեմիում դասի միջավայր, բարձրակարգ սպասարկում, ապրանքների լայն տեսականի եւ մատչելի գներ։ Ութութ սուպերմարկետների ցանց՝ սեր, բարիություն, հոգատարություն եւ վստահություն դիմացինի հանդեպ։ Տիրուհի, ինչքան ժամանակ եք ուտում միս։ Գրեթե 3.5 տարի։ Ինչ պատահեց ձեր հետ։ Գնացիք Հնդկաստան վերադարձաք։ Ոչ, հիմա ասեմ, երբ որ բալիկի էի սպասում, այդ ընթացքում ես հիվանդացա մեր շատ սիրելի քովիդով եւ այդ օրվանից ամեն ինչ փոխվեց։ Սոխը բացառեցի, միսը, սխտորը։ Ոնց հասկացաք, որ դա պիտի բացառեք։
Ինչ որ ձայն լսեցիք։ Չէ, հոտը համը դուր չի գալի։ Դուր չի գալի մինչև հիմա։ Բայց զուգ կարողանում եմ, ծովամթերք կարողանում եմ։ Ահա, հասկացա։ Լավ, պարոն Մամուլյանը կտրատում է ձուկը, ես գիտեմ, որ դուք նկարահանվել եք սերիալում։ Այո։ Եվ դա ձեր առաջին մեծ աշխատանքն է, կարծես թե հեռուստա տեսությամբ, թե ոչ։ Դե առաջին սերիալը, այո, առաջին սերիալն է, այդտեղից եմ սկսել։ Այդտեղից եք սկսել եւ ուզում եք շարունակել ձեր գործունեությունը։ Դե երկար տարիներ շարունակում եմ, այո։ Երկար տարիներ շարունակում։ Գիտեմ, որ նաեւ սիրում եք ցիտել Ֆրունզե Մկրտչյանին, մեր սիրելի Ֆրունզիկին, գինին էլ է Ֆրունզիկ, որը որ մի անգամ ասել է, որ թատրոնը ուրեմն դերասանի կինն է, իսկ կինոն սիրուհին։ Իսկ սերիալը ինչ է։ Շարունակեք, սա շտոկ դեկագդայի հարց է։ Մտածենք, սերիալը ինչ կարող է լինել։ Սերիալն էլ երեխաները, ինչու՞ որ։ Երեխաները։ Որ ումից երեխաները, կնոջից թե սիրուհուց, դա էլ է։ Կնոջից։ Կնոջից։ Այսինքն սերիալը բխում է թատրոնից։ Այո։ Ոչ թե կինոից։ Դե չեմ կարող ասել, բայց Գուցե երկուսն էլ։ Եվ ասում եք, եթե երեխաները, հիմա դե ասում եմ։ Երեխաները կնոջից, ուրեմն կինը թատրոնն է։ Բայց ինձ թվում է սիրուհուց երեխաները։ Բայց լավ կլիներ կնոջից լինել։ Եթե այդպես նայենք, լավ կլիներ։ Այդպես եթե նայենք, գուցե սիրուհուց, բայց լավ կլիներ կնոջից երեխաները լինեն։ Ուրեմն սերիալները երեխաներն են սիրուհուց, բայց լավ կլիներ կնոջից։ Ահա թե տիրու եկանք եւ ասանք։ Так, ձուկը կտրատեցինք մեծ կտորներով, պարոն Մամուլյան, հետո պղպեղ կդնենք տակը։ Սա էլի շերտերով ենք շարում, թե խառը։ Ոչ, տակն ենք դնում միայն ձուկը վրան։ Այսօր ձուկը պատրաստում ենք առանց քարի, որովհետև քարի վրա էլ ենք պատրաստել, հիշում եք։ Այո։ Իսկ սա, պարոն Մամուլյան, իսկ սա կարելի է պատրաստել այդ նույն եղանակով, բայց ջրի տեղը գինի օգտագործել։ Քարերի վրա, բայց ջրի տեղը գինի լցնել։ Այո, քարերի ժամանակ էլ գինի լցրեցինք մենք։ Սկզբի այո, այն տակ շոկը, առաջի շոկը գինով էր։ Ուրեմն ես մանրից դեմենցիան արդեն Ալցհեյմերը եկել է ինձ մոտ եւ դուրը թակում է։ Դե մոռանում եմ բաները։ Ինձ թվում է դա կոവിഡ്ից հետո է։ Ես չեմ հիվանդացել կոവിഡ്։ Ի տարբերություն ձեզ, դրա համար շարունակում եմ ուտել միս, սոխ եւ անգամ սխտոր։ Այո։ Սխտոր սիրում եմ, բայց իրականում պարզա որ շատ քիչ եմ ուտում, աշխատում եմ ուտել սխտորը այնպիսի օրերին, որ հետո գիտեմ, որ 2-3 օր ոչ մեկի հետ չեմ շփվելու, տանն եմ, ոչ մեկի հետ չեմ մեղմ ասած, տանն եմ լինելու եւ տնից դուրս չեմ գալու, բայց ցավոք սրտի այդպիսի օրերը շատ քիչ են, ցավոք սրտի կամ հակառակ։ Так, համեմում ենք։ Այո, առանձին աղենք։ Աղով, առանիկի մեր սիրելի։ Առանձնապես շատ համեմունք չենք դնելու կոնկրետ ձկանը, որովհետև այդ համային բանը ստանալու ենք ռեհանից։ Ահա, կանաչ բազիլիկից, այո։ Դե ինձ թվում է որ մառանիկի աղը բավարար է իսկապես, կարևորը որ դա մառանիկի աղն է մեր սիրելի։ Մառանիկը առաջարկում է ձավարեղենի եւ համեմունքների լայն տեսականի, այդ թվում նաեւ իմ սիրելի զիպ հնգյակը։ Սոդա, աղ, կակաո, շաքարի փոշի եւ օսլա։ Դրանց ավելացել են համեմունքները հարմարավետ ապակյա տարաների մեջ։ Աղ, սև աղացած պղպեղ, կարմիր աղացած պղպեղ, քաղցր եւ կծու եւ իհարկե խոշոր սև պղպեղ։ Ապակյա տարաների շնորհիվ համեմունքները պահպանում են իրենց համը եւ որակը։ Եվ իհարկե օգտագործել է լինում է ել ավելի հեշտ։ Ընտրյալ հատիկ, համի գաղտնիք, մառանիկ։ Հիմա փաստորեն ունեք բալիկ։ Այո։ Ունեք սիրված աշխատանք, ունեք հիանալի ընտանիք, ինչ չունեք, ինչի մասն եք երազում։ Երազում։ Նաև նշեմ, որ թատրոնում եմ աշխատում։ Դե բայց եմ ասում, սիրված աշխատանք ոչ միայն սիրում, այլ թատրոնում, տեխնիկային թատրոնում է աշխատում, եթե ինչ-որ մեկը չի գիտի։ Ինչի մասին եմ երազում։ Այո, ինչ երազանք կա։ Երևի երազանք որպես այդպեսին, որ պատերազմ չլինի։ Դե դա գլոբալ երազանքն է, դա ես եւ պարոն Մամուլյանն էլ եք երազում, մեր բոլոր այստեղ ներկայ։ Այո, բայց երբ որ ասում ենք երազանք, ես միայն այդպիսի բաների մասին եմ մտածում։ Ձեր անձնական, չգիտեմ, Օսկար եք ուզում ստանալ, արտավազդ միգուցե, նկարահանվել ինչ-որ ռեժիսորի մոտ, չգիտեմ, ինչ այդպիսի երազանքների մասին է խոսքը, այդ ընթացքում պարոն Մամուլյանը ձեռքով կանանչի տվյալ պահին ուրեմն կանանչ բազիլիկը ուղղակի տեղադրում է արփիգետի ափին նստած են։ Այդպես պատկերացրեք, եւ ձուկը նայում է դեպի երկինք, դեպի Աստված, այո, վերև է նայում։ Որ գլուխը չփթի։
Այո, գինի ենք լցնում։ Բայց կրակի փոխարեն փաստորեն Bloomberg-ի վրա ենք պատրաստում մեր սիրված տեսնում եք 3 գազ ունի, 1 էլեկտրական սալիկ ունի, շատ հարմարավետ է, անվտանգ է, հանկարծ եթե գազը սկսեց հոսել, ոչ այնտեղ որ պետք է հոսի, ավտոմատ անջատվում է միջալուց։ Շատ հետաքրքիր։ Մեր գործընկերն է Bloomberg ապրանքանիշը, որը տրամադրել է մեզ բարձրակարգ տեխնոլոգիաներով պատրաստված կացաներ եւ եփող մակերես։ Bloomberg, գերմանական ճշգրտություն ամեն մանրուքում։ Էներգախնայող, հզոր եւ հուսալի տեխնիկա, հարցրեք բոլոր կենցաղային տեխնիկայի խանութներում։ Bloomberg, երբ որակը դառնում է կենսակերպ։ Գինին ավելացրեցինք եւ կացանել է Bloomberg, այսինքն Bloomberg-ը պատրաստում ենք Bloomberg-ի վրա, Bloomberg-ի մեջ։ Այո, այդպես փիլիսոփայություն։ Աջ ձեռքով կափարիչ այսպես մեղ դնում ենք, եթե աչլիկ ես, եթե ձախլիկ ես կարող ես ձախել։ Ու մի քանի րոպեով մոռանում ենք, շատ չենք մոռանում։ Հիմա ինչ կանեմ։ Հիմա ես աղցան պիտի պատրաստեմ։ Աղցան։ Կարող է տիրուհին է ձեզ օգնել, տիրուհին այո, օգնելու է։ Օգնել Ես ուղղակի այնպես անեմ, որ իր ճաշակով լինի աղցանը։ Հասկացա։ Ահա։ Դդումը Բարդ է կտրատելը։ Ես ֆիզիկապես տիրուհի չասացիք ինչ ազնական երազանք։ Ոյ, այդպես Օսկար չեք ուզում ստանալ, լավ, դերասանի։ Դե տեսեք, հիմա տեսնում եմ։ Ինչ դերասանի հարցնեք, երևի Կասի Օսկար եմ ուզում։ Դե համար ես մի քիչ առանձնանամ, ճիշտ է, ուզում եմ, բայց չեմ ասի դրա մասին։ Լավ, Կաշխատեմ խոսել այն մոնտաժով ժամանակ։ հանելու ենք։ Ուզում եմ, բայց չի ասում։ Okay։ Կաշխատեմ խոսել այն մասին, այդ մասին կխոսեմ այն ժամանակ, երբ երազում եք հունգարեն է սովորել, չգիտեմ։ Կա այդպիսի երազում։ Կցանկանամ շատ երկրներ ճանապարհորդել ուզում։ Ուր եք գնացել։ Երկար ճանապարհ Ուր եմ գնացել։ Որ երկրներում եղել եք արդեն։ Եղել եմ Ֆրանսիայում, Գերմանիայում, Դուբայում մի քանի անգամ։ Լյուքսեմբուրգում։ Ինչ կա Լյուքսեմբուրգում։ Ուսանողական տարիների ժամանակ ենք գնացել, մեր կուրսխեկը Ռուբեն Բաբայանը։ Թատրոնով է գնացել։ Թատրոնով չէ, ուսանողական տարիներին ներկայացում ենք տարել փառատոնային եւ շատ հետաքրքիր։ Ինչպիսին է Լյուքսեմբուրգը։ Ամենափոքրիկ երկրներից։ Այո, շատ գեղեցիկ էր։ Մաքուր, այո, շատ մաքուր, կրթված։ Ճիշտ է, մի քանի ժամ ենք այնտեղ եղել, բայց էլի հասցրել եմ։ Մի քանի ժամով եք եկել Լյուքսեմբուրգ։ Մի քանի ժամով, հիմա ես ձեզ պատմեմ, դուք հասկանաք։ Ուրեմն ուսանողական տարիներին, երբ որ մենք ներկայացում խաղացինք, նաև այդ ներկայացումը համարվեց լավագույն երիտասարդ ներկայացում, եւ մենք ստացանք արտավազ։ Ձեր փայ Օսկարը ստացել եք, այո, մեր փայը ստացել ենք, ահա։ Եվ մեզ հրավիրեցին Դակիրեք։ Այո, դա խմբակային արտավազդ է։ Խմբակային։ Այդպես է, կուրսային արտավազդ։ Եվ մենք մեզ հրավիրեցին Ֆրանսիայում, որպեսզի մենք հյուրախաղերի գնանք, մեր ներկայացումը տարանք, բայց հետաքրքիր ձևով որոշեցինք գնալ այնտեղ։ Մենք ունեինք տարբերակ կամ ինքնաթիռով գնալ, կամ ավտոբուսով։ Մենք ընտրեցինք տարբերակ ոտով, որոշեցինք ավտոբուսով։ Չէ, ոտքով դժվար կլիներ, որոշեցինք ավտոբուսով, այո։ Ավտոբուսով հեշտ է։ Avtobusով Երևանից Ֆրանսիա։ Հեշտ չի, բայց խավես է։ 5 օր եք գնացել։ 5 օր։ Մենք նստեցինք Սայաթ Նովայից փողոց, Սայաթ Նովա փողոցից նստեցինք եւ Ֆրանսիա Էյֆելյանի աշտարակի տակ իջանք։ Բայց շատ Ելիսեյսկի պարյա չգիտեմ հայերեն ինչպես է, այնտեղ է։ Ահա, так, եւ այդպես տարբեր երկրներ գնացինք ավտոբուսով։ Աստորեն այցելեցիք ավտոբուսով տարբեր երկրներ եւ Լյուքսեմբուրգն էլ հենց այդպես մի քանի ժամով գնացինք։ Որ եղել եք Թուրքիայում, Հունաստանում, Ռումինիայում ըստերեոթի, չէ՞, ճանապարհը։ Դե չէ, այդպես չեմ ասի, որտեղ որ մի քանի ժամ գոնե անցկացրել ենք, դրա համար կասեմ։ Հասկացա։ Ինչ եք տարել ձեր հետ այնտեղ։ Մեր ներկայացումն ենք տարել, հաղթանակով վերադարձել։ Բացի ձեր ներկայացումը, չէ՞։ Համեղ բաներ տարել եք ինչ որ հայկական։ Հիմա հիշեմ։ Չգիտեմ, բաստուրմա եք տարել։ Ուտելիքներ տարել ենք, բայց բաստուրմա չէր, հավեր։ Հավեր։ Դուք այս ժամանակ հավ եք ուտում, դե։ Ես չեմ տարել, կուրս ընկերուհիս էր բերել, բայց ընթացքում մենք դա նետեցինք։ Ինձ թվում է, որ հաջորդ անգամ ավտոբուսով գնաք Ֆրանսիա կամ ոչ ավտոբուսով, անպայման տարեք ձեր հետ Արեգի, մեր սիրված չրերը հայոց արևի, այսպես ասած, համը եւ հոտը։ Արեգին ոչ միայն չրեր է, ասեմ, որ իմանաք, այլ նաեւ լիքը ուրիշ համով բաներ։ Так, հյուրասիրիվ եք իմիջիալոց։ Ու մեծ սիրով։ Ես չրերի բացելի սիրահար եմ ես։ Խնդրեմ, սա միշտ չի։ Ես կփորձեմ։ Սոխ չկա եւ սխտոր։ Սա ելակ է։ Այո, ես կփորձեմ ելակովը։
Արեգին առաջարկում է հայկական ավանդական ջրեր առանց շաքարի եւ հավելումների։ Ինչպես նաև մրգային եւ բանջարեղենային չիփսեր, հայկական անուշեղեններ, բելգիական շոկոլադով պատած բատոններ, պատրաստի ապուրներ։ Այս ամենը կարող եք գնել թե կիլոգրամներով, թե փաթեթներով։ Արեգի, արևի ջերմության համը։ Դե ասեք ես ինչ անեմ, որովհետեւ Սա հիմա առանձին տապակելու ենք, բայց երեքն առանձին, բայց այս ամեն մեկին մեր ցանկացած մեր հավանած համեմունք ենք անելու։ Անհատական։ Հետո հավաքելու ենք, պանիր ենք դնելու։ Սա փաստորեն տաք աղցան է։ Տաք աղցան։ Բայց համեմունքը առանձին ենք անելու։ Հիմիկվա օրինակ ինչ ունենք այստեղ նանա, ուրց, նանա, ուրց, նանա բացեք, խնդրում եմ։ ձկան համեմունք ունի։ Սա ձկանն է, չէ, եկեք ուրցից սկսենք։ Սկսենք ուրցից, այո։ Սկսենք ուրցից։ Տիրուի, աստվածները ինձ հուշել են նաև, որ դուք ազատ ժամանակ ունեք այդպիսի ազատ։ Երջանիկ մարդ եք, ունեք ազատ ժամանակ եւ զբաղվում եք ինքնակրթությամբ։ Ինչ է դա նշանակում։ Ինչ է քվանտային մեխանիկա եք ուսումնասիրում։ Չէ, ֆիզիկայից, մաթեմից, հեռու։ Ազատ ժամանակ իրականում Ալոնը, տեսեք ոնց որ խաչը լինի կիլիկը։ Այո։ Տակ, ազատ ժամանակ իրականում ես սպորտի մեծ սիրահար եմ։ Սպորտում եք ինքնակրթվում։ Չէ, ուզում եմ ասեմ, ազատ ժամանակ ինչ եմ անում, հետո։ Նաև սպորտով։ Իսկ ինչ սպորտ է։ Մինչև ընդունվել է թատերական, ճիշտ եմ անում։ Չէ, տապակելուց հետո։ Տապակելուց, Լավ։ Так, Մինչև ընդունվել է թատերական ինստիտուտ, ես զբաղվել եմ մեծ թենիսով երկար տարիներ, նույնիսկ եղել եմ Հայաստանում իմ տարիքային երկրորդ ռակետը։ Բա ինչ գործ ունեիք։ Հիմա Wimbledon կար, Australian Open կար, Roland Garros։ Երազում էի այն ժամանակ, բայց բանը, երբ որ ընտրության ժամանակը եղավ, ես չէի կողմնորոշվում, որ տարբերակ ընտրեմ։ Թենիս թե թատրոն։ Ընտրեցի թատրոն։ Թեև էր սկսում։ Դե թենիսը կարամ հիմա էլ զբաղվեմ։ Արդեն բավականին դժվար կլինի այն ճանապարհը հարթել նորից։ Այո, համաձայն եմ, բայց Ով է ձեր կուրքը թենիսային։ Այն ժամանակ Ուիլյամս քուրիկներից մեկը։ Չէ, այն ժամանակ երբ որ ես նոր էի սովորում, այդ ժամանակ Ֆեդերերին էի շատ սիրում։ Այդ տղամարդ, իսկ կանանց։ Այո, կանանցից Մեր հարսը։ Մեր հարսը։ Շտեֆի գրաֆը էլի, մեր հարսը, Շտեֆի գրաֆն է մեր հարսը։ Կանանցից չեմ մտածել, միշտ տղամարդ կան Ֆեդերեր, այնուհետև սիրել եմ Նադալին, որովհետև Ֆեդերերը մի քիչ թուլացավ, Նադալը եկավ, հիմա Ջոկովիչն է։ Հիմա Ջոկովիչին եք սիրում։ Բայց չէ, որ ասեմ ինչ որ մեկին հիմա սիրում եմ, երևի մնացել եմ Նադալի ժամանակաշրջանում։ Էլինա Ավանեսյանին բարևներ ենք ուղարկում, առաջին հայուհին է միջայլոց, որը որ լավագույն 40 թենիսների մեջ մտնում է, այս բան կարծես թե 37-րդն է Էլինա Կեցես։ Так, ուրեմն կարակ դրեցինք այստեղ, կարակը հալածրեցինք, լուպակ դանյական կարակն է եւ տապակում ենք սկզբից դդումը։ Եվ պետք է համեմենք այն։ Այո, մի քիչ տաքանա, շրջելուց հետո արդեն պիտի համեմենք։ Ընդհանրապես համեմունքը տաք ժամանակ է վերցնում։ Ինչու են ես թրմել ենք ասում։ Դդում չեմ ուտում, չեմ սիրում, բայց երբ որ լուրպակով նրան տապակում են, անգամ դդումն եմ ուտում։ Ինձ թվում է որ լուրպակով քար տապակեն, ես կուտեմ, որտեղ լուրպակով է։ Կամ լուրպակով սող կամ սխտոր տապակեն, թակույն տիրուհին թակույնով չգիտեմ։ Նման են, բայց։ Դանյական լուրպակ կարակը ունի մոտ 125 տարվա պատմություն։ Եվ այդ 125 տարվա ընթացքում ֆերմերները օգտագործում են նույն հումքը, կովերը ուտում են նույն կերը, իսկ կարակը ստացվում է նույն պայմաններում։ Լուրպարկ բարձրորակ կարակը պատրաստված է 100%-անոց թարմ կաթից։ Կարող եք ձեռք բերել բոլոր սուպերմարկետներից։ Պաշտոնական ներկրողն է Անդակո ընկերությունը։ Լավագույն ուտեստը արժանի է լուրպակի։ Так, թենիսը դրեցիք մի կողմի վրա։ Սեղանի թենիսով եմ զբաղվել, վոլեյբոլով շատ երկար տարիներ, նույնիսկ որ ծովափում եմ լինում, հենց տեսնում եմ խաղողա գնում, տղաները խաղում են, անպայման պետքա գնամ, երբ որ ինձ են տեսնում սենց ցածրահասակ, մտածում են, ինչ պետքա խաղա, հիմնականում ասում են, չէ, չի հերիքում տեղ, բայց ես հո գիտեմ, քանի հոգով են խաղում, հենց մտնում եմ խաղի, խափում են ձեզ փաստորեն, մտածում են որ դուք չգիտեմ, բայց իրականում ես գիտեմ։ Երբ որ խաղում եմ, արդեն ասում եմ, որ համարն եք խաղում վոլեյբոլում։ Միշտ սիրել եմ 7-ը կամ 3-ը, հիմնականում 3 կամ 7։ Այսինքն լավ ընդունում եք գնդակները։ Ընդունում եմ։ Լավ ընդունում։ Այո, ընդունում եմ, լավ եմ ընդունում։ Так,
Ընդունակ աղջիկ է։ Իսկ ինքնակրթությամբ Ինքնակրթությամբ։ Թե ինչ որ ոլորտում եք ինքնակրթվում եւ ինչ է դա։ Ինքնակրթությամբ։ Ընթերցում եք։ Ընթերցել, դա, այո, ավելի շատ նոր ինֆորմացիաներ հավաքել, որպեսզի փոխանցել աղջկաս։ Так, քանի տարեկան է ձեր բալիկը։ 3 դեռ։ Ну, դեռ չի եղել 3, բայց արդեն ինչ-որ բաներ ուզում եք իրեն փոխանցել։ Փոխանցում եմ, այո, իրա սիրած գիրքը այբենարանն է, միշտ իրա հետ sense։ Տարեր ճանաչում է արդեն։ Չէ, դեռ չի ճանաչում, բայց օրինակ կարա էջը փոխի ու ասի, սա այս ոտանավորն է, ուլիկն է, սա պատմի մամա, սա ինչի բայց դեռ ուլիկը չի մասն է, ասոցացնում ուի հետ։ Չէ, դեռ չէ, դեռ չէ։ Ինձ թվում է մի քիչ շուտ է։ Մեր արեգը, մեր ամենափոքրը, որը որ արդեն փոքր չի։ Մեր արեգը փոքր։ Ուրեմն 2 տարեկան էր։ Վաու։ 2 տարեկան։ Արդեն չէ, իրեն ոչ մեկ չէր սովորեցնում։ Ինքը ինքնուրույն, ուրեմն դիտելով YouTube-յան ալիքում տարբեր մուլտֆիլմներ, ուսուցողական։ Ուրեմն ինչ է արել, ոնց է հասկացել։ Ուրեմն սկզբից նա սովորել է մեքենաների, ուրեմն մակնիշները։ Mercedes, BMW, Daihatsu, Zhiguli, Zaporozhets, հետո ինքնուրույն այդ անունները ասոցացրել է լոգոների հետ։ Հետո դրանցից եկել է տառերին եւ սովորել տառերը, այսինքն մեն Mercedes-եր, Zen Zaporozhets, Zen Zhiguli։ Հետո մենք որ իմացանք, ապշեցինք, դա 2-2.5 տարեկան էր։ Հետո մոտավորապես 4-5 տարեկանում մոռացավ, հետո արդեն դպրոցում էլի սովոր։ Օ, շատ լավ է։ Երեխաները տաղանդ են։ Ես, նո, մենք, ես եւ ամուսինս դեռ չենք թողնում օգտվի պլանշետից։ YouTube-ից պլանշետ, ահա։ 3 տարեկանից սկսած արդեն քիչ-քիչ, նո, երգեր լսում է, բայց գիտի որ պետքա դնի մի կողմի վրա, երգը լսի։ Ինչով է զբաղվում ձեր ամուսինը։ Նա կիսում է ձեր բոլոր։ Ընդհանրապես կապ չունի, կիսում է, բայց կապ չունի։ Բիզնես։ Չէ։ Բիզնես ոլորտի, հա։ Ահա, իսկ սպորտ։ Սպորտ գիտեմ, որ էլի երիտասարդ տարիներին ինքն էլ է թենիսով զբաղվել, մեծ թենիսով։ Նույնիսկ մուզիկա вас связала от большой теннис։ Իսկ կորտերում չեք հանդիպել իրար։ Չենք հանդիպել, որովհետև ինքը ինձանից մեծ է, բայց երբ որ ես ասացի, որ ես թենիսով եմ զբաղվել, ինքն էլ ասեց, ես էլ եմ զբաղվել, ասենք հա, հանդիպեցինք, որ պայմանավորվեցինք, որ գնանք խաղալ, ինքը ինձ հաղթեց, այո։ Ասեմ ձեզ, սիրելիներս, ուրեմն Ամերիկայի Միացյալ Նահանգների ֆեմինիստական շարժման ակտիվ մասնակիցներ մի անգամ փորձել էին ուրեմն կոտրել այն կարծրատիպը, որ տղամարդիկ ավելի լավ են խաղում թենիս, քան կանայք։ Եվ ինչ արեցին, բավականին կլորիկ գումարներով շատ համոզելուց հետո ուժեղագույն թենիսուստուհիներին փորձեցին խաղացնել այն տղամարդկանց հետ, որոնք որ 500-ի մեջ զորով մտնում են։ Եվ ուժեղագույն կանայք պարտվեցին, որտեղ տղամարդը ֆիզիկապես էլ ավելի ուժեղ է, դա փաստ է, ավելի արագ է, նայած տարիքում։ Այո, բայց դա այդպես է, դա բնությունն է։ Ես մի գաղտնիք բացեմ, ես էլ երբ որ այդ տարիներին խաղում էի ու ինձ հետ խաղում էր թույլ խաղացող, որպես կանոն պարտվում էի թույլ խաղացողին։ Ուժեղի մասին չեմ խոսում։ Նու սեղանի թենիսն էլ էր այդպես։ Չգիտեմ ինչ լոգիկայով է։ Շարունակում ենք տապակել այնտեղ բանջարեղենը, ես ուզում եմ բոլորին հիշեցնեմ, որ տիրուհին միշտ չի ուտում, ինչ-ինչ պատճառներով, բայց մենք ձեր հետ ուտում ենք։ Մենք ձեր հետ ուտում ենք եւ մենք մեղավոր չենք, որ տիրուն միշտ չի ուտում։ Ուտում ենք եւ սիրում ենք եւ միսը պետք է լինի լավը կամ լավն է։ Հիմա ունենք նորություն Դավնայից, իսկ դդումը յանալի դդում ենք, բայց նա դդումը մի քիչ խրթան լինի, շատ տապակել, շատ բոլոր խանութներում կարող եք գտնել ինդիվիդուալ փաթեթավորմամբ, օրինակ, խոզի չալաղաչ Դավնայից, ինդիվիդուալ փաթեթավորմամբ։ Սա անգամ կարող է տիրուին գնել, ձեր ամուսինը ուտում է։ Այո։ Կարող եք վերցնել եւ Իդեպ ես չալաղաչի մեծ սիրահար եմ եղել։ Որ օր ինձ ասել են չալաղաչ, իմ աչքերը փայլել են։ Իմ աչքերը միջև հիմա փայլել են Դավնայի չալաղաչից, որովհետև այսպիսի հիանալի փաթեթավորմամբ է վաճառվում է ամենուր։ Լավն ընկերությունը հանդես է գալի հաճելի նորույթով։ Այսուհետ հասանելի կլինի չալաղաչների սիրված տեսականին անհատական փաթեթավորմամբ։ Այն հնարավորություն կտա պահպանել մսի համային եւ որակական բոլոր հատկանիշները մինչև ձեր սեղան։
Տարբերակեք լավագույն արտադրանքը ձեր հարակից խանութներում։ Լավն է, ախր շատ լավն է։ Так, պարոն Մամուլյան, ձուկը նորմալ վիճակում է։ Ձուկը, այո, Շատ լավ է։ Ընթացքի մեջ է։ Ընթացքի խաշվում է։ Так, Տիրուի, իսկ սերիալներ դիտում եք ինքը տանը, ֆիլմեր։ Այո, շատ սիրում եմ սերիալներ, իդեպ հիմա տարված եմ դորամաներով։ Արդեն ինչքան ժամանակ է։ Կորեերեն։ Այո։ Խոսում եք, սովորում եք։ Չեմ խոսում, չեմ սովորում, բայց շատ կուզեի։ Բա ինչու՞ չէ։ Գիտեմ, որ շատ դժվար է։ Դժվար է, բայց բավականին շատ մարդիկ կան անգամ Հայաստանում, որ հենց այդ մշակույթից ելնելով դորամաներ, K-pop սիրում են եւ ուսումնասիրում են։ Իսկ ինչով է ձեզ դուր գալի դորամաները։ Երևի Շատ սենտիմենտալ չի։ Թե երևի հենց դա է ինձ դուր գալի։ Կարող է այդպես է, բայց է, ամուսինը կիսում է ձեր այդ։ Որտեղ իսում է, որ սա տղամարդիկ մի քիչ այլ մոտեցում ունեն։ Ես սիրում եմ կորեական, չգիտեմ, էքշնները, Kim Ki-duk եւ այլն։ Kim Ki-duk։ Բայց դա տարիներ առաջ մեզ այցելել էր։ Այո, Ոսկե ծիրանի եկել էր եւ համոզված եմ, որ նաեւ այցելել էր ինստիտուտ, որտեղ որ տիրուհին եւ ոչ միայն տիրուհին սովորում էին։ Հենց այդ տարիներին է ես սովորում իդեպ։ Kim Ki-duk-ին ժամանակ։ Այո, ասա, եփես օրը Kim Ki-duk-ին ժամանակ ենք սովորել։ Ռեհանդ կտրատենք մի քիչ։ Կարող ես կտրատել։ Սա դնենք այստեղ։ Այո։ Ահա։ Այսքան Սա ենք կտրատում եւ ավելացնում ենք այնտեղ սալատի համար է սա լոլիկի վրա։ Լոլիկի վրա։ Միայն լոլիկի վրա։ Խոհանոցում ինչպես եք ձեզ զգում, տիրուհի միջև ամուսնանալը ունեք, սեր, չունեք, հիմա ինչպես եք դրան վերաբերվում։ Ձեր ամուսինը ինչ է սիրում ուտել, ինչ եք սիրում պատրաստել իր համար։ Ես խոհանոցը շատ սիրում եմ։ Հիմա եք Սիրել եմ, իդեպ երբ որ մենք նոր էինք ծանոթացել ես եւ ամուսինս, ես այդ ժամանակ շատ խմորեղեններ էի պատրաստում ու հենց երևի դա էլ հանդիսացավ պատճառներից մեկը, որ իրեն անդադ հյուրասիրում է, ինքը շատ հավանում էր, ասում էր որ պատրաստում եք իր համար այո, պատրաստում եմ։ Սևամորթի ժպիտ, այդպես են ասում հայերեն։ Ըստ երևույթի այո, նեգրի ժպիտ։ Հա, չէի ուզում այդպես ասեի, բայց տենց են ասում եք խմորեղենի։ Նեգրո իսպաներեն նշանակում է սև։ Բայց իրանք չեն սիրում, որ իրանց այդպես են ասում։ Ով իրանք։ Սևամորթերը։ Սևամորթերը միգուցե, բայց դուք գիտեք, որ իրենք իրենց կարող են այդպես անվանել, այո։ Չէ, Ամերիկայի Միացյալ Նահանգներում, եթե սևամորթը իրավունք ունի սևամորթին ասի նիգա, բայց մենք իրավունք չունենք։ Այո, բայց մեզ ոնց են ասում։ Մենք իրենց համար ինչ ենք։ Սպիտակամորթ, բլեդնալից։ Ջունիոր։ Լավ, էական չի։ Էլ ինչ, իսկ բայց դա տորտ է, ոնց է։ Դա տորտի մասին եմ խոսում։ Հիմա ասեմ, երբ որ մենք ամուսնացել էինք, տարատեսակ մսային ամեն ինչ պատրաստում է, իսկ իմ ամուսինը հեշտ ուտող է, այդպես են ասում, հա, ամեն ինչ սիրում, ամեն ինչ ուտում, նույնիսկ Դե որ սիրված կինն է պատրաստում, էլ ավելի։ Գուցե։ Հեշտ է պահելը։ Այո, հեշտ է, բայց Հեշտ պահվող ամուսիններից է։ Այո։ Կային այդպիսի բնության մեջ։ Հիմա լցրել լոլիկի վրա։ Իսկ դուք հեշտ պահվող կին եք։ Հիմա ոչ։ Ուտելու առումով։ Ուտել իսկ չուտելու առումով։ Կնոջը ուտելու առումով ոչ մեկ չի մտածում հեշտ պահող կամ չէ։ Կապրիզներ ունեք, չունեք, սիրում եք, չգիտեմ, շոփինգ չեք սիրում։ Հարմարվող եմ։ Թանգանոց զարդեր պետք է լինեն անպայման օրինակ ծնունդին, թե էական չի։ Ինձ ավելի շատ կարևոր է, գիտեք, որ փաստը։ Որ փաստը։ Երբ որ օրինակ խոսքի ընթացքում ես ասում եմ, «Վայ, ես ծաղիկների մանուշակագույնն եմ սիրում, դեղինը չեմ սիրում» կամ Եվ ամուսինը պետք է դա ֆիքսի։ Ինձ դա է ավելի կարևոր։ Оставшуюся жизнь։ Եվ Աստված չանի։ Դժվար չի, ուղղակի տղամարդկանց համար դա այնքան մանրուկ է, որ հիմա օրինակ կինը ասում է, որ ես իր մանուշակագույն բայց չեմ սիրում դեղին։ Օրինակ։ Երբ որ սովորական տղամարդը, չգիտեմ ինչպես Մամուլյանը, բայց միջին տղամարդը, ես օրինակ, որ գնում եմ ծաղիկների դիմաց կանգնում եմ։ Ինչ եք մտածում, որ մեկը պետք է գնեք։ Չեմ կարող հիշել։ Դա է պատճառը։ Ասում լսի դեղինը թե անուշակագույն։ Դրա համար ինչ ենք անում։ Խորամանկորեն առնում ենք այլ գույն։ Հասկացա։ Այլ գույն, որ ոչ դեղին լինի, ոչ իսկ կինը, չգիտես ինչու, չի կարաս չէ զանգես ասես սիրելիս,
Ես չեմ սիրում դեղին ծաղիկներ։ Հիշեցնում եմ, որ դեղին չեմ սիրում, բայց կինը ասել է մեկ անգամ 27 տարի առաջ, ինքը հիշում է այդ օրը։ Ապրիլի 3-ին ժամը 16:45, երբ որ ես հագել էի այս զգեստը, դու հագել էիր այս, այդ օրը չէր հրաշվի, հիշում եմ, առավոտին ինչ չէր պատճե, երեգի երեխուն չգիտեմ ինչ էր։ Այդ օրը ես քեզ ասել եմ 27 տարի առաջ, ու այդ խեշ մարդը պետք է հիշի, այ մարդ, ամեն օր ասել։ Տեսեք, նույնիսկ հիշացնել էլ պետք չի, որովհետև մենք սիրում ենք, երբ որ դա անակնկալ է լինում, ոչ թե մի օր առաջ մենք ասում ենք սա ենք ուզում եւ հաջորդ օրը ստանում ենք։ Ձեր ամուսինը հիշում է սիրելի Զոքանչի ծննդյան օրը։ Այո, պարտադիր։ Բոլոր առիթներին մենք միասին, մեր մամաներին, ծաղիկներ, դուք միասին օքեյ, բայց առանց ձեզ կհիշեր։ Կարծում եմ։ Եթե մեկ շաբաթ առաջ չբզբզեք, չասեք որ։ Չէ, ուշադիր ամուսին ունեմ։ Հիշում է, լավ հիշողություն ունի նաև։ Շատ մաթեմից շատ լավ է։ Այդ իդեալական ընտանիք է։ Մեկը լավ չի մաթեմից, մյուսը լավ է։ Ինչից եք դուք լավ, իսկ ինքը վատ։ Բուսաբանությունից ունեմ, չգիտեմ։ Առարկաներից թե մասնագիտության մեջ։ Այդպես չենք մրցել։ Չեք մրցել։ Չգիտեմ։ Բայց ինքը մաթեմատիկայից կոնկրետ ավելի լավ է։ Դե բիզնեսով է զբաղվում։ Հաշվում է ամեն։ Եվ իրենց ընտանիքում բոլորը ֆիզիկներ են։ Որտեղից են ծագումով։ Հիմա հիշեմ, մի րոպե։ Հիմա կհիշեմ։ Ուրեմն Սարեցի են։ Չէ, Ղափանից պապայի կողմ։ Սյունիքից են։ Դա կապ ունի։ Իհարկե։ Այո։ Տեսակ ինչ լավ հիշեցի։ Սյունից, իսկ դուք արմատներով։ Պապայի կողմը Հալեպից, մամայի կողմը Իգդիրից։ Բայց մաման եւ պապան ծնվել են Երևանում։ Հայաստանում են, Երևանում, իրենց արմատներն են այնտեղից։ Այո։ Տատիկ, պապիկ։ Տիրապետում եք բարբարների որևիցե։ Ոչ, բայց Սիրահայերեն, Իգդիրի բարբար։ Ոչ, բայց կուզեի, որովհետեւ այդպես լինում է, չէ, որ դերեր են առաջարկում եւ պետք է բարբարով խոսել։ Դրա համար շատ կուզեի։ Ու նույնիսկ որ տեսնում եմ դիմացինս կարողանում է խոսել։ Իսկ որպես դերասանուհի չեք գողանում այդ ինչ-որ։ Եթե ես իմանամ ինձ պետք է դերի համար, ես չգիտեք եթե դերը եւ դες կառաջարկի։ Հա, բայց կսովորեմ շատ արագ։ Ահա։ Պետք է շարենք։ Տեքստերը ո՞նց եք սովորում։ Հիշողությունս տեսողական է։ Այսինքն այդ տենց երկար, որ նայում եմ, միանգամից հիշում եմ, հա։ Թատրոնում երևի ավելի հեշտ է, որովհետև փորձերը շատ են լինում, իսկ նկարահանումները դե տեղում են, մի օր առաջ կրկնում եմ, նայում եմ ու հիշում եմ։ Ու նույնիսկ sense հետաքրքիր մի բան ասեմ, եթե ես սովորել եմ հեռախոսով, ես հաջորդ օրը պետք է հեռախոսով կրկնեմ։ Ոչ թե թղթով։ Եթե սովորել եմ թղթով, պետք է հաջորդ օրը թղթով կրկնեմ, որ դե տեսողական հիշողությունը տեսողական է։ Եթե հեռախոսով եք հիշե, հեռախոսը պետք է չկորցնեք։ Լավ կլինի։ Լավ կլինի։ Այո։ Եթե ես օրինակ ուզում եմ, որ մեր տանը ինչ որ մի բան անհայտ կորի, տալիս եմ Մարիամին, ասում պահի։ Հա։ Ու հիշի որտեղ ես դրել։ Ու վերջ։ Վերջ։ Ու վերջ։ Մենք այդ կորցնում ենք, դա կորցնում ենք։ Դժվար է։ Ծմա։ Հետո միգուցե 10 տարի հետո մեկ է վայ լսի $100,000 կտանք երեխեք տեսեք ու դրել $100,000 չենք կորցրել բայց փոքրիկ գնդիկներ ու վրան շարում սա այստեղ ունենք սա իտալական աղցան է պարոն Մամուլյան թե հայկականացված եկեք ասենք որ գառնանային աղցան է իհարկե հայ գառնանային աղցան Իդեպ առաջին անգամ եմ ես դդումը ուտելու այսպիսի համեմունքներով։ Ես ասեմ ձեզ, որ ես ունեմ շատ ինչ-որ ուտեստներ կամ ինչ-որ բաղադրիչներ, որոնք չեմ ուտում, չեմ սիրում, օրինակ տանը երբեք Մարիամը որ պատրաստում է ինչ-որ բան երեխաների համար, որ ես չեմ սիրում, դա չեմ ուտում։ Բայց այստեղ Թե պարոն Մամուլյանը, թե պարոն Արբիի պատրաստածը միշտ ուտում եմ ու ուրախ եմ, որ Մարիամը չի տեսնում այդ ամենը։ Որտեվ նա կարող է իր համար պարզել, որ ես դդում եմ ուտում։ Դե այդպեսին, տղամարդիկ այդպեսի հատկություններ ունեն։ Այո, շատ լավ է։ Հիմա բացում եմ ու դու առաջինը հոտը պիտի Ձուկն էլ է պատրաստվում Մամուլյան։ Օ, ինչ արագ է։ Ինչ արագ է։ Կամ մենք երկար խոսեցինք եւ չզգացինք, որ ժամանակը։ 1-2 Օ Անտիր։ Ինչ բուրմունք է գալիս։ Ձկան։ Չէ, նաև կանաչիների։ Ձկան, նաև կանաչիների։ Շատ լավ է։ Իսկ օրինակ դուք գլխակեր եք։ Ես ոչ, մեր տան գլխակերը իմ սիրելի Զոքանչն է։ Եվ հայրիկս։ Մնացածը ես չէ։
Ես էլ չեմ կարողանում։ Դե միգուցե դա տարիքի հետ է գալի, հետո ըստ էության որ ես սիրում եմ արագ ուտել, բավական։ Այստեղ հանգիստ դրեք պատրաստում։ Մհեր Մկրտչյանը մի անգամ ձուկ է պատրաստում, եւ դոնարան տանը չի լինում։ Ահա։ Զանգում է դոնարային, ասում է դոնարա ջան, ձուկ եմ պատրաստում, ոնց անեմ, ասում է հա, բան արա, sense լավ, մաքրի, դիր կրակին, ջուրը լցրու եւ խաշի հենց աչքերը դուրս գան եւ գնաց ու անցնում է մի քիչ ժամանակ, տեսնում է ձայն չկա, անհանգստ անում է դոնարան, ասում է հա, մհեր, աչքերը դուրս եկավ, նայում ասում է չէ դեռ։ Վերջ մի քանի անգամ որ հարցնում է չէ դեռ, հետո վերջում ասում է չի կարող պատահել, այդքան ժամանակ։ Ասում է դոնարա ջան, գլուխ չունի այդ։ Ճիշտ է, ես լսել եմ։ Հայտնի պատմություն, այո, իսկապես։ Մենք պատրաստ ենք, արդեն կարող ենք տեղադրել ափսեների մեջ, դե ուրեմն այստեղ ենք հրավիրում մեր սիրելի օգնականին, Mr. Genie-ի հետ միասին, որ այստեղ շատ արագ գեղեցիկ ձևով ամեն ինչ կմաքրեն, որ այստեղ ամեն ինչ փայլատակի, նոր դրանից հետո կանցնենք արդեն դեգուստացիայի process-ի։ Գարնանային գույները ավելի լավ տեսնելու համար ձեզ օգնության կհասնի Mr. Genie-ը իր լվացող, մաքրող եւ աղտահանող միջոցներով։ Իդեպ Mr. Genie-ը ներկայանում է նոր լոգոյով։ Mr. Genie ցանկացած ապրանքի անգամ մեկ կաթիլը ուժ ունի։ Եփող թափողները։ Ես լցնում եմ արդեն սպիտակ գինին, պարոն Մամուլյանը տիրու հետ արդեն կարող են տեղադրել ուտեստը, որ հասկանանք, թե ինչ է ստացվել վերջը։ Սպիտակ գինով եփեցինք, սպիտակ գինով կմպենք եւ կուտենք։ Մեր գործընկերն է Պրոշյանի գինու եւ կոնյակի գործարանը իր լեգենդար ֆրունզիկ կարմիր եւ սպիտակ գինիներով։ Կարմիրը պատրաստված է արենի խաղողի տեսակից, իսկ սպիտակը Վայոց ձորի ոսկեհատ խաղողի տեսակից։ Պրոշյանի գինու եւ կոնյակի գործարանը միշտ կիրառում է իր նորարարական մտքերը, հիմնվելով դարավոր գինեգործության ավանդույթների վրա։ Ես գորինգու։ Ահա, սա ձեզ։ Ես փաստորեն ստեղ նաեւ աղանող եմ։ Սա ինձ կվերցնեմ, որ նաեւ հսկիչ է։ Հա, ոչ։ Պատրակախտիր։ Ահա։ Իրուհի ջան։ Так։ Սա ձեզ։ Շնորհակալություն։ Դե վերցրեք բաժակները, գավաթները։ Ահա։ Շնորհավոր ենք տիրուհուն եւ մնացած բոլոր մեր գեղեցկուիներին մեկ ամսյակի կապակցությամբ եւ բարձրացնենք մեր գավաթները տիրուհու ապագա Օսկարի համար։ Օ, շնորհակալություն։ Չի ուզում իհարկե, բայց թող լինի էլի։ Ուզում եմ, բայց չեմ ուզում խոսել դրա մասին։ Գիտեք, Օսկարով այնքան լավ է պոպոկ կոտրել, մեղ մխել, պետքական բան է, էլի Օսկարը լավ բան է, թող լինի տան մեջ։ Շատ լավ։ Թող լինի։ Շնորհավոր։ Իսկ հիմա անցնենք պարոն Մամուլյանի։ Միջավայր ինչքան հետաքրքիր է, որ հեղուկը այստեղ է լցել պարոն Մամուլյանը, սա բանի նման է դարձել։ Սոուսնիցայի։ Լողավազան։ Ուստրիցայի նման, ինչպես է հայերեն ուստրիցա։ Աշում հասկացաք ինձ։ Так, ուտում ենք, փորձում ենք ձուկը։ Կանաչ բազիլիկով։ Հրաշք է։ Եվ կանաչ բազիլիկի համը գալիս է։ Եվ ըստ երևույթի պարոն Մամուլյան ինչպես ասեց, եթե կանաչ բազիլիկի տեղը լիներ այլ կանաչի, լրիվ ուրիշ համ կլներ։ Այո։ Այլ գարնանային համ։ Պարոն Մամուլյան, իսկ ինչ կանաչիներ։ Թարխուն, էլ դաղց, վայրի դաղց։ Վայրի դաղց։ Վայրի, այո, վայրի։ Նվագում եք դուք։ Ոչ։ Երգում եք։ Լավ, Նեմրային կկանչենք կերգի։ Հա, շատ լավ։ Որ երգն եք սիրում Նեմրային։ Նարեն։ Թող լինի Նարեն։ Չէ, սիրում եմ, բոլոր երգերը սիրում եմ։ Նեմրան իմիջարից գիտեք այս պահին որտեղ է։ Հիմա հիշեմ ասեմ, տեսել եմ։ Ասեք։ Չէ, չեմ հիշի։ Թրամփը ասում է այդ երկիրը պետք է մեզ միանա։ Կանադայում։ Հա։ Вообще Նեմրա մալադեց։ Այնքան եմ սիրում, որ երիտասարդ տաղանդավոր մարդիկ իրենց ուժերով հասնում են հաջողությունների։ Այո։ Աղցանը մոռացել ենք, պարոն Մամուլյան, ինձ դրեք։ Ահա, հիմա ես կուտեմ, բայց էլի պիտի աղանեմ։ Շատ լավ է։ Դդումը։ Ձեր ասած մի փոքր խրթխրթան։ Այո։ Մի փոքր ինչ։ Խրթխրթան։ Այո, խրթխրթան պետք է լինի, այո։ Բայց շատ համով էր։ Չէի մտածի, որ այսքան համով կլինի։ Բլումբերգի վրա, Բլումբերգի մեջ պատրաստված դդումը։ Այո, ուրիշ է, լրիվ։ Ուրիշ համ ունի, այո։ Իսկապես շատ համով է։ Այո։ Ինձ թվում է, որ մենք պետք է հանգիստ վայելենք այս ամենը։
Իսկ դուք գնացեք եւ ինքներդ պատրաստեք ձեր համար, բայց մենք դեռ տեսություն չենք ասում, ոչ տիրուհուն, ոչ ձեզ, որովհետեւ դեռ նվերներ հանձնենք։ Այո, տիրուհին ունի նվերներ, մնացեք մեզ հետ։ Եփող թափողները։ Մենք հիշեցինք, որ տիրուհին չի սիրում դեղին գույնի ծաղիկներ եւ սիրում է մանուշակագույն։ Նրանց նա ասում էր օրինակ, բայց դե մենք լսեցինք։ Սա ձեզ Ֆանֆան Ճուլպանի կողմից։ Շատ շնորհակալ եմ։ Մեջտեղները չնայեք, այստեղ դեղին գույն կա, բայց ընդհանուր տենց։ Շատ գեղեցիկ է, շնորհակալ եմ։ Շատ գեղեցիկ է, շնորհակալություն Ֆանֆան Ճուլպանին։ Ֆանֆան Ճուլպան առաջարկում է ծաղկեփնջեր, ծաղկային կոմպոզիցիաներ, կորպորատիվների ձևավորում, ֆլորիստիկայի դասընթացներ։ Միշտ անտեսականի մատչելի գներ։ Ֆանֆան Ճուլպան, Հասցեն Խանջյան 7, հեռախոսահամար 077 988 955։ Այլ նվերներ Մարանիկի կողմից, Միստր Ջինի կողմից, Արեգի կողմից եւ իհարկե մեր Լուրպակի կողմից շնորհակալություն պարոն Մամուլյանին հիանալի ուտեստներ պատրաստելու համար։ Շնորհակալություն Բրագարտին, որ ինձ հագցնում է եւ մի մոռացեք, որ եթե դուք եք ուզում այսպիսի գեղեցիկ արեստավարժ խոհարարի զգեստեր հագնել տարբեր վայրերում եւ ոչ միայն արեստավարժ, ուրեմն խոհարարի, այլ նաեւ բոլոր այն մարդկանց, որոնք որ աշխատում են հոռեկայի ոլորտում, կարող է գնալ Բաղրամյան 30 եւ ունենալ Բրագարտ զգեստ 90 տարվա պատմություն, 90 տարվա որակ։ Այսօր այսքանը, կհանդիպենք Շանթի եթերում, լավ մնացեք։ Եփող թափողները։